Սանցը ծառայքոս յակես դրանբարձի ժանձին Սեյդու տեր քաղցերի ուղվես բասբողոր ամենես եմո կարտանակես Ունկնդիր տեր աղոթից իմոց և նայից այն խնդրված ած իմոց Ավոր նեղության եմո կարտացի արկես և լվար ինձ Ոչ հոգի նման կես Շատ եմ սիրում ֆուտբոլը և եկեղեցին։ Շատ եմ ուզում նմանվել Եղիշեին և Գևորգին, որտեղ շատ լավ սովորում են, լուրջ են։ Ես չեմ ասում, որ մյուսները լուրջ չեն, բայց կա ժամանակներ, որ լուրջ չեն։ Այսօր Արմանը զանգը խփելուց սխալ արեց, մի հատ քիչ խփեց։ Բուլվարը այսօր Գևորը շատ լավ գցեց, դուրը եկավ, շատ լուրջ էր։ Եղիշեն էլ լավ լուրջ, Մուրադն էլ լավ մոմ է բռնում, պատրաստում է բուլվար գցի։ Մուրադը որ նոր էր եկել, տենց առաջուց գիրքը տվեցի ժամագիրքը ձեռքը, ասեցի լի կարդա, ես չէր կարամ։ Ունարեցու ընդհանրապես չէր կարամ ասել այդ ամուսները։ Հետո սովորավ էլի։ Երբ երեխան մտնում է եկեղեցի, նրա հետևից գալիս են նրա մայրը, հայրը և հարազատները, և եկեղեցին բնականաբար լսվում է հավատացյալներով, և աղոթքի մթնոլորտ է տիրում։ Քրիստոսը ասում է հետևյալը, ով որ չնմանվի այս մանուկներին, ապա երկնքի արքայություն չի մտնելու։ Զգույշ եղեք, որ այս փոքրիկներից որևիցե մեկին չար համարեք։ Իսկ ես թե ինչ եմ զգում այս փոքրիկներին նայելով, ամեն մեկի մեջ ինչ-որ մի բան ինձ նմանեցնում կամ տեսնում եմ։ Կնքա հայրս, ասեց, եթե կուզես, արի եկեղեցի ծառայի, հետո ժամագիր տվեցին, տեն սաղմոսները սովորեցինք, խոնարեցով, ապրեցով, որ բնակյալը սովորեցինք, որ կայինք երեկոյան ժամերգությաններին։ Սկսեցինք Եղիշեից և արդեն ավելացան երեխաները, Գևորգը եկավ, Մուրադը եկավ, Մանուկը և բոլորն էլ կարծես թե դարձան մի ընտանիք։ Առաջի օրը որ եկանք պատարագին, ոչ մի բան չգիտեի, ներքևում նայում ենք, սովորում ենք, հետո խորան բարձացանք, սամոս ասեցինք, կարոս, պուրվա գցեցինք։ Որ խաչի ծարվասն մեր ողորմյա մեզ, Սուրբ Աստված, Սուրբ Իվզոր, Սուրբ Իվանմա, որ խաչի ծարվասն մեր ողորմյա մեզ, Հեշտ եմ սովորում գրապարը, առաջուց որ նոր է եկե, դժվար է իմ համար, հետո հեշտացավ, հիմա ես եմ սովորացնում, ով նոր է եկե։ Ես երբ եկել էի, Գևորգիմ դասարանցիներ, ճանաչում էինք իրար, Գևորգը առաջ անգամ ինձ խոնարեցուն էր սովորեցնում և մյուս օրը կիրակի օրն էր, ես բարձրացա խորա մոմակիր էի և ամաչում էի։ Իսկ հիմա մենք ամաչում եմ, բայց այնքան չէ ինչքան եղա։ Այո, Աստված ինձ օգնում է, որովհետև հոգևորականները և բոլոր մարդիկ Աստծո զավակներն են,
եւ ուժ է տալիս։ Օրինակ ես չեմ ասում, որ լավ եմ սովորում, բայց հիմա մարդ կա, ինձնից շատ է եկել, բայց ես 3 օրում սովորեցի բոլոր սաղմոսները եւ մի հատ քարոզել եմ սովորել։ Տեսեք, իրենք հիմա եկեղեցի են ծառայում, բայց չի նշանակում, որ իրենք պիտի պարտադիր հոգևորական դառնան։ Բայց եկեղեցին այն ինստիտուտն է, որի հարկի ներքո իրենք կկրթվեն, պիտանի մարդ կդառնան մեր եկեղեցի ու ազգի համար։ Բուրվարի հետ հերթ ենք պահում եւ նաեւ մոմակիրի քշոց ենք նաեւ պահում եւ խաչվար։ Տենց ամեն պատարակներին սկռիվ ենք անում, ասում ենք բանը, ես եմ խաչվար բռնեմ, կամ բուրվար գցեմ։ Այսօր ունակ իմ երթներ, բուրվար ես գցեցի, մյուս պատարակին էլ եղիշ են գցելու։ Աստված ինչքան է սիրում նրանց, որովհետև միամիտ են, մաքուր հոգի ունեն։ Եվ նրանց արտաբերած բառերը, թեկուզ իրենք էլ չհասկանան, Աստված ընդունում է այնուամենայնիվ, որովհետև իր սիրելի արարածներն են նրանք։ Կան աշխուժ երեխաներ, օրինակ Գևորգը շատ աշխուժ է եւ իր աշխուժության երեսից կարող է իրեն վնասել, դասերը չսովորել։ Եղիշը շատ խելոք է, Մանուկը կարելի ասել շատ ուրախ կատակասեր է։ Երեխային եւ մեր երեխաներն են, կապ չունի, տարբեր ընտանիքներ են, բայց Աստծո տան մեջ մեկ ընտանիքի մեջ են։ Խորանում որ բարձանում եմ, ոնց որ ասում մոտիկ լինեմ։ Զգում եմ, որ հրեշտակները կողքից են։ Ո՞վ էր այդ Շարունակել եմ, հետո դու են ջեմորան։ Դեռ պարզ չի, որ մեծանամ, նոր արդեն հաստատ կիմանամ ինչ կդառնամ։ Ցանկանում եւ կդառնամ ես իմ կարծիքով ես կդառնամ հոգեվորական։ Օրինակ շատ եմ սիրում դհոլ, նվագում եմ եւ շատ եմ սիրում հոգեվորականը, բայց չգիտեմ ինչ դառնամ։ Բայց գիտեմ, որ հոգեվորական կդառնամ։ Տենց եմ մտածում։ Երբ որ գալիս են մայր տաճար, գարանեում ժամերկությունից հետո, անպատճառ իրար հետ են։ Եվ պիտի գան ներկայանան, որ եկել ենք, տեսեք, որ եկել ենք, մենք ծառայում ենք եկեղեցում, եւ իհարկե դա ողջունելի է։ Շատ հաճելի է, որ այդ տարիքի երեխաները գալիս են եկեղեցի ու ինչ հավատք ունեն իրենք եւ ինչպես են եկեղեցում վերաբերվում։ Դեռ չեն ծառայում գարանեում եւ մայր տաճար են գալիս գնում իրար հետ, կանգնել են դասի հետևում եկեղեցում ու ասենց ամաչկոտ վախվորած հայացք կա իրանց մոտ ու զգում եմ, որ ինչ որ բանի կարիք ունեն իրենք։ Մոտենում եմ, հարցնում եմ երեխեք ինչ է պատահել, չեն ասում, բայց իրար հետ քչփչում են։ Ինչ որ բան է պետք իրենց։ Եվ վերջի վերջո ասեցին, որ ժամագիրք են ուզում, որպեսզի հետևեն ժամերգությանը, կարդան սաղմոսները, աղոթքները, շարականները։ Ես էլ վստահեցի իրենց այդ ժամագիրքը եւ դրանով էլ սկսեցին իրենց առաջի ծառայությունը եկեղեցում։ Գավազանները տեսեք ոցագելով են։ Ինչու են ոցագում։ Որովհետեւ օծը խորագիտության
Թե սովորական մարդ է, օրինակ չես կարող ասես, օրինակ նախագահին ու չես կարող ասես ինքը ուրիշ է։ Նույնն են, բայց հոգեպես ուրիշ են։ Ուրիշ բաներով են զբաղվում, օրինակ չես կարող ասել նախագահը չի մտնում ինտերնետ։ Բայց վիապարտերը հաստատ չի մտնում։ Կարող է իր համար մտնում են, բայց ինքը չի մտնում։ Այն հոգևորականն է հզոր, ով որ մեկ-երկուսով չի բավարարվում, այլ իր հետևից ունի փոքրիկ մի բանակ, փոքրիկ մի զոր, որ հետևելու են իրեն։ Այսինքն իրեն նմանվելով դառնալու են եւ հոգևորական, եւ գիտնական, եւ լավ մարդ, ամենակարևորը։ Ինքը իմ համար շատ լավ կաթողիկոս է եւ ես շատ եմ սիրում իրան, վիապարտ տիրոջը, եւ շատ եմ սիրում իր այդ ձեռքի փայտը եւ իր խոսելը։ Ես ծնվել եմ այն առաքելությամբ,